Հարգելի գործընկերներ, նախ շնորհակալություն եմ ցանկանում հայտնել այս արդյունավետ քննարկման հավաքի հետ կապված։ Մենք ստանալով Իրավաբանների հայկական ասոցիացիայի հասարակական կազմակերպության կողմից կազմված խորը եւ համապարփակ զեկույցը խորը ուսումնասիրել ենք, վերլուծել եւ պատրաստակամություն ենք հայտնում հետագայում եւս շարունակել մեր համագործակցությունը եւ վերհանված խնդիրները, բացթողումները իրականացնել գործողությունների ծրագրով նախատեսված միջոցառումների հետագա կատարման ընթացքում։ Նշեմ նաեւ, որ միջոցառումների մասնակի կատարումը կամ չկատարումը պայմանավորված է որոշակի օբյեկտիվ եւ սուբյեկտիվ հանգամանքներով, մասնավորապես օրենսդրության փոփոխությունների հետ կապված տեղյակ եք, որ դրանք որոշակի երկարատև գործընթաց են, ուսումնասիրություններ են խորը պահանջում, որպեսզի սխալվելու հավանականությունը փոքրացնենք։ Բայց ամենայն դեպս մեր համար ուրախալի է, որ մեր գործունեությունը գնահատվում է, դիտարկվում է հասարակական կազմակերպությունների, քաղաքասարակության ներկայացուցիչների կողմից, դա մեզ ավելի պարտավորեցնում եւ ավելի օգնում է հետագայում մեր գործողությունները ավելի պատշաճ իրականացնել։ Նշեմ նաեւ, որ ոստիկանության բարեփոխումների ռազմավարությունը, ընդհանրապես ռազմավարությունների վերաբերյալ կատարված աշխատանքները գտնվում են ներքին գործերի նախարարության ղեկավարության, մասնավորապես տիկին նախարարի ամենօրյա ուշադրության կենտրոնում, փորձում ենք հնարավոր բոլոր միջոցները, չնայած որ զուգահեռ նաև ամենօրյա աշխատանք է իրականացվում, որը գերծանրաբեռնված ռեժիմում է իրականացվում, բայց նաև պատշաճ մակարդակի հասցնել բարեփոխումների ռազմավարության գործողությունների ծրագրով նախատեսված միջոցառումները։ Թերևս այսքանն է, եթե հարցեր կան, սիրով կպատասխանենք ես եւ գործընկերս։ Իրակոսան Հարտակ քաղաքացիական հասարակության ինստիտուտի տնօրեն։ Շնորհակալություն ամեն համար, ներկայացման համար։ Իմ մոտ էսպիսի հարց է, ինչ իրավական կարգավիճակ ունի ռազմավարությունը, ու նաև եթե չի կատարվում ինչ-որ բաներ, ինչ իրավական պատասխանատվություն դրա համար կարող լինի, կամ վարչական պատասխանատվություն, կամ որևէ պատասխանատվություն, ասենք չի կատարվում։ Օբյեկտիվ կամ ոչ օբյեկտիվ պատճառները։ Ոնց է դրա բանը լինում, ներքին մեխանիզմներ կան, եթե նույնիսկ ոչ թե իրավական բանով, այլ թերացում արավայր, ոնց է։ Հասկանալի է։ Ինչպես գիտեք, ռազմավարությունները հաստատվում են կառավարության վարչապետի որոշմամբ, դրանք ամենօրյա հսկողության տակ են տվյալ գերատեսչության ղեկավարության կողմից, կոնկրետ հանձնարարվում է որոշակի ստորաբաժանման, դրանց իրականացման նկատմամբ հսկողությունը։ Դրանցով տեղայնացվում են, տրվում է ներքին հրաման եւ ցանկացած ստորաբաժանում իր առջեւ դրված խնդիրները դրված ժամանակահատվածում պետք է լուծի, հաշվետվություն ներկայացնի, նախարարությունն էլ իր հերթին սահմանաժամկետներում ներկայացնում է հաշվետվություն, կառավարություն, ժամանակ առ ժամանակ ըստ սահմանված գրաֆիկի կամ ժամկետների տեղի ունենում նաև եթե կան այդ բարեփոխումների համակարգող խորհրդի նիստեր, քննարկումներ կառավարությունում, հենց դրանք ավելի պարտադրում, ավելի արդյունավետ աշխատենք, չեմ ասում նաև հասարակական կազմակերպության քաղաքասարակության վերահսկողությունը, դրանք է մեզ նաև պարտադրում, որ ավելի աշխատանքներ ավելի բարձր հավոր պատշաճի անցկացվեն։ Նորմատիվ ակտ չի, չէ՞։ Ինչ կարգավիճակ ունի ռազմավարությունը որպես այդպես։ Կառավարության որոշումով հաստատված իրավական ակտ է։ Իրավական ակտ է։ Այո։ Ու եթե ինչ-որ բան չի կատարվում, ուղղակի եթե չի կատարվում, պետք է հիմնավորվի չկատարումը, եթե դրանք ունեն օբյեկտիվ պատճառներ, համարվում է հարգելի չկատարվածը կամ հետաձգվում է, տարաժամկետվում է։ Եթե չի կատարվում, արդեն բնականաբար պատասխանատուները կրում են պատասխանատվություն։ Օրինակ, գերատեսչությունով սահմանված պատասխանատվության տեսակներ կան, եթե հիմնավորվի ինչ-որ ծառայողի կամ ինչ-որ աշխատակցի մեղավորությամբ, բայց դա բացառվում է, որովհետև միջոցառումները հիմնականում գլոբալ բնույթ են կրում եւ խմբային
մեծ աշխատանքի արդյունք է։ Յուրաքանչյուր ռազմավարություն դա դինամիկ պրոցես է եւ ընթացքում նոր խոչընդոտներ են առաջանում թե գլոբալ մակարդակի թե լոկալ մակարդակի, որոնք դանդաղեցնում են յուրաքանչյուր բարեփոխման կամ կոնկրետ գործերի վերաբերյալ նախատեսված օրենսգործության ընթացքը չի կարելի խորանալ եւ ասել այ այս մի աշխատանքի կամ կոնկրետ ստորաբաժանման խնդիրներ կամ նրանց պատճառով է որ այս կոնկրետ գործողություն չի ակնկալվում, որտեղ ընդհանուր գլոբալ մակարդակում օրինակ նախորդ ռազմավարության շրջանակներում մենք բարեկային ծառայության ներդրումը հանրապետությունում ուշացրեցինք, բայց դա կա օբյեկտիվ պատճառներ ուներ, սկսած COVID-ից վերջացած պատերազմով ձգվեց, մենք ժամկետները բաց թողեցինք, որոշ դեպքերում չկատարված կետեր ունենք, բայց դա չեմ կարծում օբյեկտիվ ինքը պատասխանատվության ենթարկել, որից է ստորաբաժանման կամ գերատեսչության։ Դա ինքը տալիս, որ միջոցառումների մի մասը, որոնք որ չեն կարող իրականացվել տվյալ ռազմավարության շրջանակում, տեղափոխվեն հաջորդ ռազմավարության կամ գործողությունների ծրագրի մեջ կամ մեկ այլ ռազմավարության շրջանակներում իրականացվեն։ Եթե կարելի ճշտող բացի, որտեղ իսկ որ ուղարկվում է կառավարությունը, կառավարության որ օղակներում է դա քննարկվում, ո՞նց է հետ գալիս, ասենք նիստի ժամանակ դա քննարկվում է ինչ-որ ձևով։ Կառավարության նիստերի չի, հատուկ նշանակվում է տվյալ օրինակ ռազմավարության հետ կապված նիստ է նշանակվում եւ այդ նիստի ընթացքում է քննարկվում։ Չէ, բարեփոխումների համակարգող խորհրդի նիստ կամ կոնկրետ օրակարգը ներկայացվում, որը որ այդ շրջանակում օրինակ կարող լինի վարչապետի գլխավորությամբ, փոխվարչապետի գլխավորությամբ տարբեր նիստերի նշանակված նիստեր ըստ ոնց որ կնշանակվի։ Բացի դրանից էլ չկատարման հետ կապված նաև ասեմ, որ ներքին գործերի նախարարությունը դեռս ամենաշատն է շահագրգիռ, որ իր առջև դրված խնդիրները լուծվի, քանի որ դա ընդհանուր պահանջ է, մեր առջև դրված խնդիր է, հիմա շատ լավ գիտեք, որ ներքին գործերի նախարարությունում, մասնավորապես ոստիկանությունում լայն թափով իրականացվում են բարեփոխումներ, դրա հետ միաժամանակ փորձում ենք ապահովել ընթացիկ աշխատանքները, որ չտուժվեն, եւ դա նախարարության կարելի ասել հենց ստեղծման հիմքում էր դրված եւ դա մեր համար լուրջ խնդիր է, որ հավուր պատշաճ իրականացնենք մեր առջև դրված խնդիրները։ Չէ, իրավական, որ ասեմ, քրեական պատասխանատվություն կամ վարչական պատասխանատվություն բնականաբար չկա։ Սուսաննա Եղազարյան, ես ներկայացնում եմ տնտեսական իրավունքի կենտրոնական։ Դուք նոր ասում եք, ճիշտ է, բավական երկար աշխատել եմ պետական կառավարման համակարգում եւ այդ բոլոր ընթացակարգերին շատ ծանոթ եմ։ Դուք ասում եք, որ դուք ձեր ներքին մոնիտորինգի համակարգ ունեք, որով փորձում եք հետևել ձեր իսկ ռազմավարական ծրագրի իրականացմանը։ Մենք նոր լսեցինք բավականին լուրջ առաջարկներ, արդյոք ձեր մոնիտորինգը բացահայտում այլի այն, ինչ իրավաբանների հայկական ասոցիացիայի ուսումնասիրությունը, հետազոտությունը բացահայտեց, եւ եթե մենք խոսում ենք 24 թվականի մասին, ուրեմն այդ բոլոր բացերը դուք արդեն իսկ պիտի բացահայտած ինքներդ եւ որոշակի շտկումներ անելու փորձեր կատարած լինեին։ Վերաբերվում օրինակ այն առաջարկներին, այսինքն անկախ հետազոտությունը ավելի կարողանում է խորհրդանք ուսումնասիրել, թե ձեր ներքին մոնիտորինգի համակարգով արդեն իսկ կարողանում եք դրան բացահայտել։ Շնորհակալություն։ Մենք պարբերաբար քննարկումներ ունենում ենք գործողությունների ծրագրի կատարման ընթացքի վերաբերյալ, վեր ենք անում խնդիրները, եթե լինում են ուշացումներ, ապա փորձում ենք հնարավորինս այն ինչը որ մեր սահմաններում է, մեր ուժերի սահմաններում է, հետևություն անենք, ավելի գործընթացը բերենք նորմալ հունի մեջ, դա արվում է։ Հենց այդ նպատակով էլ մենք բավականին դրական ենք ընդունում իրավաբանների հայկական ասոցիացիայի դիտարկումները, որոշ դեպքերում մեր դիտարկումների հետ համընկնում է եւ նշեմ նաեւ որ օրինակ այս զեկույցից հետո, որոնք կային միջոցառումներ օրինակ
մասնակի են գնահատվել, բայց դրանից հետո զուտ ժամանակային առումով արդեն իսկ իրականացված է եւ հաջորդ մշտադիտարկման ընթացքում դրանք բնականաբար վեր կանվեն։ Մենք լրիվ ընդունում ենք, լինում են դեպքեր, որ համընկնում են կարծիքները, լինում են դեպքեր, որ կան դրա համար օբյեկտիվ պատճառներ, որը որ պետական մարմինը շատ ավելի լավ է տիրապետում եւ գիտի, բայց դա չի նշանակում, որ չպետք է իրականացվի, պետք է խնդիրները լուծվեն եւ իրականացվեն։ Նորից շատ շնորհակալ ենք կողքի հայացքով, կողքից նայել, որովհետեւ մենք գործի մեջ ենք, մեր համար կարող է տեսանելի չլինի, բայց քաղաքասարակությունը, հասարակական կազմակերպությունը ավելի բնականաբար ճիշտ են նկատում, ավելի խորացված են ուսումնասիրում։ Շնորհակալություն։ Տարբերակցիան, առանցքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունը, այդ նայի ասեիք թե համայնքային ոստիկանության հետ կապված երբեք նախատեսում դեպքեր, այդ համակարգները դնել, օրինակ բարեկային ծառայության հետ կապված բավականին լուրջ առաջընթացեր, թե ներդրումը, թե արդյունքները գրանցված եւ հատկապես վերջին իրադարձությունների հետ կապված կարծում եմ, որ հասարակային համայնքային ոստիկանության Շնորհակալություն, նախ նշեմ, որ համայնքային ոստիկանությունը որպես հենասյունային ուղղություն արդեն իսկ անցած տարվա աշնանը ներդրվել է, թե համայնքային ոստիկանություն, թե քրեական ոստիկանության այդ հենակետային ուղղությունները ներդրվել են, ձևավորվել են տարածքներում, ուրիշ հարց է, որ դեռ նոր է ձևավորվում եւ կարող են լինել որոշակի խնդիրներ, որոնք ընդհանրապես լուծվում են, բայց համայնքային ոստիկանությունը ամբողջ ծավալով ներդրված է, աշխատում է նոր մոդելի համատեքստում, որպես ավելի ունիվերսալ ոստիկանություն, աշխատում է, արդեն ընթացքի մեջ է։ Որոշակի վերապատրաստումներ ենք անում ընթացքում, հիմա ուղղակի մի քիչ կասեցվել է, որովհետև ավելի շատ միտված են գվարդիան, նոյեմբերի 1-ից տեղյակ եք գվարդիան է ներդրվելու, 4-րդ հենասյունային ուղղությունը, կրթահամալիրը շատ ծանրաբեռնված է դրանով, բայց պարբերաբար նախատեսում ենք, որ համայնքային ոստիկանները կվերապատրաստվեն, քանի որ նոր գործառույթներ, նոր պահանջներ, նոր ֆունկցիաներ են ավելանում։ Ես եմ շնորհակալ։ Այդ հարցի հետ կապված ես շատ համաձայն եմ, որ բնակչի համար շատ ավելի տեսանելի է համայնքային ոստիկանության ներկայություն, առկայություն, այսինքն հանրային նկարման մեջ դա է ավելի, ոնց որ նաև բարեկային, այսինքն քաղաքացին տեսնում է բարեկ եւ տեսնում է համայնքային եւ մի բան ասեմ, կողմ լինելով ունիվերսալ այդ ոստիկանության կերպարին, բայց նաև պիտի ասեմ, որ այդ մասնագիտացված երեխաների ընտանեկան բռնության մասնագիտացված այդ փորձը, որը հիմա տարալուծվել է համայնքային ոստիկանության գործառույթների մեջ, սա նաև ունի նեգատիվ հետևանք, այսինքն եթե նախկինում կային մասնագիտացված ընտանեկան բռնությունով, երեխայով, այլ եւ այլ տրաֆիկինգ, հիմա ունիվերսալ է եւ սա պետք է միջազգային փորձը հաշվի առնել, որովհետեւ սա ունի դրական կողմեր եւ բացասական կողմեր եւ այս փուլում, որ դեռևս համայնքային ոստիկանություն ուժեղ չի, իսկ դա իսկապես այդպես է, ես նաև որպես դասախոս եմ ասում բարեկային ոստիկանության, բայց շատ արդիական է, որ անշուշտ գվարդիան կարևոր է, բայց մեծ շեշտադրում անել այդ ունիվերսալության մեջ չկորցնել մասնագիտացումները եւ որտեւ իրենք են անմիջապես այդ ֆրոնտլայն առաջնագծի ոստիկանները իրենց վրա ներդրումը ամենաշատն է երևում հանրային անվտանգության մեջ, հետեւաբար կարծում եմ, որ պիտի ավելի արագընթաց անել այդ ռեսուրսները, որտեղ այս ունիվերսալության մեջ իրանք էլ կողմնորոշված չեն։ Ես սա ասում եմ ամենօրյա շփման մեջ որպես դասախոս, որ հաճախ իրենք չգիտեն համայնքային ոստիկանության կոնցեպտը, իսկ աշխարհում այդ կոնցեպտը դեռևս արդեն 20 տարի փորձառություն ունի, որ իր ամբողջ կոնցեպտը համայնքին ծառայելու մեջ է։ Այս գիտակցությունը դեռևս ամրապնդված չէ։ Շնորհակալություն։ Համայնքային ոստիկանությունը բնական է դեռևս հեռու է իդեալական լինելուց, ունի խնդիրներ։ Գվարդիան ես չասեցի, որ իրան երկրորդ պլան ենք համայնքայինը մղել, չէ։ Հակառակը իրանց վերապատրաստումներով ընթացքում առաջացած խնդիրները լուծվում են եւ ճիշտ եք նկատում, որ համայնք այդ ունիվերսալությունը կարող է որոշակի առումով խնդիրներ ստեղծի, բայց դրա համար նախատեսում ենք բարբերաբար վերապատրաստումներ,
Իսկ ինչ վերաբերում է անչափահասներ ընտանեկան բռնությանը, դա այսօր կարելի ասել երևի մեծ տեղ է դրան հատկացում, եթե ոչ առաջնային, որ դրանք որտեվ ի սկզբանե հանցագործությունները, այդ ծնող պատճառներ, պայմաններ վերացվեն, դրանց դեմ պայքարը ավելի ակտիվացվի, պահանջը մեծ է համայնքային ոստիկանությունից, որպես թե նոր ձևավորված ծառայություն, թե ընդհանուր իրանց շփումը բնակչության հետ հենց առաջնային իրանք են ավելի շփվում, որոշակի դեպքերում իրանք են կապողողակը քրեական ոստիկանության եւ բնակչության միջև մենք մեծ ուշադրություն ենք դարձնում կանխարգելման աշխատանքներում, եթե տեղյակ եք կանխարգելման ռազմավարությունն ներկայումս մշակվում, քննարկվում է նաեւ տարբեր հասարակական կազմակերպությունների, քաղաքացիական ներկայացուցիչների հետ, կարծում եմ դա էլ իր հերթին կնպաստի կանխարգելման արդյունավետության բարձրացման։ Արդեն իսկ որոշ արդյունքներ նկատելի են, օրինակ ես ինքս կարող եմ արդեն դիտարկել, որ ասենք այդ կանանավորների ուղեկցման գործընթացը հիմա շատ ավելի բարելավել է, եթե մենք մի քանի ամիսվա առաջվա հետ համեմատենք, ապա հիմա շատ ավելի բարվոք է վիճակը, իհարկե կան դեռևս գուցե խնդիրներ, բայց օրինակ ինչ-որ փոփոխություն նկատելի է եւ մեր ՆԳՆ գործընկերներն էլ ընդունում են, արձանագրում են, որ դեռ կան բազում խնդիրներ եւ հենց այս զեկույցի կազման, այս մշտադիտարկման նպատակը եղել է ոչ թե ուղղակի այսպես քննադատել, զուտ քննադատելու համար, այլ ուղղակի վերհանել խնդիրները, օգնելու նպատակով եւ ներկայացնել նաեւ համապատասխան առաջարկներ, լուծումներ, որոնք հիմնված են նաեւ միջազգային փորձի վրա, գուցե մեր հնարավորությունների վրա, մեր հասարակության ակնկալիքների վրա եւ կարծում եմ կշարունակվի այս, կառուցողական երկխոսությունը, փոխգործակցությունը, որտեղ մեծ հաշվով բոլորս էլ նույն նպատակի համար ենք աշխատում, ունենալ շատ ավելի այսպես արդյունավետ աշխատող պրոֆեսիոնալ հասարակության լայն շրջանակների վստահությունը վայելող ոստիկանություն, մեզ բոլորիս հաջողություն, որպեսզի կարողանանք եւ իրականացնել եւ այս առաքելությունը եւ այս աշխատանքը, ինչպես նաեւ քանի որ պետությունում, հասարակությունում ամեն բան փոխկապակցված է, նաեւ զուգահեռաբար համապատասխան բարեփոխումներ իրականացնել այլ ասպարեզներում, բոլորին շնորհակալություն, լավ օր եմ ցանկանում, լավ եղեք։